Artificial Intelligence terminը, սակայն մինչ այդ 1950 թվականին անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգը հրապարակեց հոդված, որտեղ առաջադրեց հետևյալ հարցը. կարող է մեքենաները մտածել։ Չնայած ԱԲ դասնամակների պատմությունը ունի դիահոսքի դարեր և այն զարգացածային իրարումը սկսվեց 2010-ականների վերջին և հատկապես 2022 թվականից հետո։ Ժամանակակից առաջատար կազմակերպություններից է OpenAI-ը, որը մշակում է կրթական, լեզվական և փոխանցական արհեստական բաղադրության համակարգեր։ ԱԲ-ն կիրառվում է կրթության մեջ, առողջապահությունում, տնտեսության մեջ։ Առհասարակ բանականությունը դասում է աշխատանքի արդյունավետությանը, հարցացմանը և նոր մասնագիտությունների առաջացմանը։ 1957 թվականի IBM-ի ստեղծած դիպլոմակարգիչը հաղթեց շախմատաշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին։ Դա առաջին դեպքն է, երբ մեքենան դիահազեցեց մարդու բնագավառում, որը համարվում է մաքուր բանականության դրսևորում։ Այսօր ԱԲ-ն արդեն ոչ միայն շախմատ է խաղում, այլև օգնում է գիտնականներին բացահայտել նոր թերահավատություններ։ Այն ինչը գիտնականներից խլում էր տասները, ԱԲ-ն անում էր ամիսների ընթացքում։ Օրինակ նոր հակաբիոտիկների կամ լատվածանյութերի մշակումը, Google-ի AlphaFold համակարգը լուծեց կենսաբանության ամենավառ խնդիրներից մեկը, կանխատեսելով սպիտակուցների ձևը, ինչը հեղափոխություն է քաղցկեղի և այլևորությունների բուժման մեջ։ Անհատականացված ուսուցում ԱԲ-ն կարող է լինել անձնական կրկնուսույց աշխարհի ցանկացած կետում գտնվող երեխայի համար, հարմարվելով նրա տեմպին, լեզվական պատնեշների վերացում, իրական ժամանակում թարգմանությունները թույլ է տալիս տարբեր մշակույթների մարդկանց համագործակցության խոչընդոտների։ Հայտնի ֆիզիկոսի Բենհամինգը զգուշացրել է, արտական բանականությունը ստեղծումը կարող է լինել մարդկության պատմության մեջ վերջին մեծագույն իրադարձությունը, եթե մի մշտական թե ինչպես ուսուցել դրա հրավերից։ Ավտոմատացված համակարգը տեխնիկական միջոցների և ծրագրային ապահովման ամբողջություն է, որը թույլ է տալիս կառավարել գործընթացները առանց մարդու անմիջական միջամտության կամ մարդու նվազագույն մասնակցության։ Ավտոմատացումը տեղի է ունենում երեք հիմնական ուղղություններով՝ արտադրություն, սպասարկման ոլորտ, աշխատանքային գործընթացներ։ Արտադրությունը մարդիկ այլևս ստիպված չեն կատարել միանման հոգնեցուցիչ և վտանգավոր աշխատանքներ, օրինակ զոդում կամ ծանր մասերի տեղափոխում, ռոբոտները կարող են աշխատել 24/7 ռեժիմով առանց սխալվելու։ Սպասարկման ոլորտ բանկոմատները, ինքնասպասարկման տերմինալները խանութներում և չաթ բոտերը փոխարինում են գծապահներին ու խորհրդատուներին։ Աշխատանքային գործընթացներ, հաշվապահական հաշվետվություններ, փաստաթղթաշրջանառություն և նույնիսկ էլեկտրոնային նամակների տեսավորում կատարվում են ավտոմատման ծրագրերով։ Մարդիկ ավելի շատ ժամանակ են ունենում ստեղծագործական աշխատանքի համար։ 19-րդ դարի սկզբում Անգլիայում առաջացավ մի շարժում, որի մասնակիցները կոչվում են լուդիկներ։ Նրանք ջարդում են տեքստիլ մեքենաներ, քանի որ վախենում են, որ նրանք կմնան առանց աշխատանքի։ Այսօր լուդիկ օգտագործում են նրանց բնորոշելու համար, ովքեր դեմ են տեխնոլոգիական առաջընթաց։ Լյուդիտ ենք ասում, չէ, ուղղակի անվանում է։ Ավտոմատացումը ուտեն Հայաստանում։ ՏՏ ոլորտը Հայաստանի ամենարագ զարգացող ճյուղն է։ Գյուղատնտեսության ավտոմատացում, ներդրվում են կաթիլային ոռոգման ավտոմատացված համակարգեր և ջերմոցներ։ Ավտոմատացումը թույլ է տալիս ստանալ ավելի շատ բերք օգտագործելով 30-50% ավելի քիչ ջուր։ Ռազմական արդյունաբերություն և անօդաչու թռչող սարքեր, ԱԹՍ-ներ։ Հայաստանի համար ավտոմատացված համակարգերը նաև անվտանգության հարց են։ Հայկական ընկերությունները մշակում են ինքնակառավարող ԱԹՍ-ներ և թիրախավորման համակարգեր, որոնք աշխատում են ԱԲ ընկերություններով։ Կրթություն ապակաս է տեխնոլոգիական փոփոխություններին դիմակայելու համար Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիական կրթության վրա։ Օրինակ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և Արմատ ինժեներական լաբորատորիաները։ Այստեղ երեխաներին սովորեցնում են ռոբոտաշինություն և ծրագրավորման զբոսայգական կարիքից։
Ինչ է անօթաչու թռչող սարքը բարդ ավիացիոն համակարգ է, որը նախատեսված է օդային տարածության թռիչքներ իրականացնելու համար, առանց օդանավի խցիկում մարդ օդաչուի ֆիզիկական ներկայության։ Այն գործում է որպես թռչող ռոբոտ, որը կարող է լինել մի քանի 100 գրամանոց խաղալիքից մինչև տոննաներ թռչող ռազմական օդանավ։ Ինչ են խելացի համակարգերը։ Խելացի համակարգերը թվային եւ խելացված համակարգեր են, որոնք կարող են ինքնուրույն հավաքել եւ վերլուծել տվյալներ, ընդունել որոշումներ կամ առաջարկություններ, վերահսկել գործընթացներ առանց մարդու մշտական միջնորդության։ Եթե գործընթաց համակարգերը պարզապես կատարում են նախապես ստեղծված հրահանգները, ապա խելացի համակարգերը օգտագործում են տվյալներ, սենսորներ եւ հայաստանական բնականություն իրավիճակին հարմարվելու եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու համար։ Սա համակարգ է, որտեղ կան բոլոր սարքերը միացված են ընդհանուր ցանցի եւ կարող են կառավարվել թե ձայնով, թե հեռախոսով։ Լույսերը միանում են այն ժամանակ, երբ մարդ մտնում է սենյակ, ջեռուցումը անջատվում է, երբ տանը մարդ չկա, իսկ սառցախցիկը կարող է հիշացնել, որ կաթը վերջացել է։ Խելացի քաղաք։ Սա քաղաքային ենթակառուցվածքային կառավարման եւ տվյալների հիման վրա։ Խելացի սարքեր։ Սրանք սարքեր են, որոնք ճանաչում են արտ դեմքով իրենց տիրոջը։ Խելացի ժամացույցներ, որոնք չափում են սրտի զարկերը եւ քնի որակը եւ նույնիսկ կարող են շտապ օգնություն կանչել, եթե մարդը վայր է ընկել եւ ընդունակ չի շարժվելու։ Առաջին խելացի տունը։ Առաջին փոստական խելացի տունը ստեղծվել է դեռևս 1966 թվականին եւ կոչվում էր Էկոչոս։ Հենց տարեկան մեքենա, որը կարող է կառավարել անջերմաստիճանը, միացնելու անջատը սարքերը եւ նույնիսկ պայթյուններ խաղալ։ Սակայն այն երկրի չվաճառվեց, քանի որ պատասխանում էր մի ամբողջ սենյակ։ Վիրտուալ իրականություն VR եւ տեխնոլոգիաներ։ VR տեխնոլոգիան ստեղծում է մարաշային կողմից ստեղծած վիրտուալ միջավայր, որտեղ մարդը կարող է ներկայացնել եւ փոխադրել։ Երեք տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել երաշխավորություններ եւ մոդելներ, որոնք կարող են դիտել եւ շոշափել թվային միջավայրում։ Համակարգչի 3D մոդելավորման հիմքը դրվել է 1963 թվականին, եւ Իվան Սուտերլանդը ստեղծեց առաջին ինտերակտիվ գրաֆիկական համակարգերից մեկը։ VR եւ 3D տեխնոլոգիաները փոխում են կրթության եւ ժամանցի ոլորտները, դարձնելով դրանք ավելի ինտերակտիվ տեսողական եւ ներգրավող կրթությունում դրան նպաստում են ուսման որակի բարձրացմանը եւ փորձերի անվտանգ իրականացմանը։ Դուք մտածեք, որ ինչպես հանցի կարող եք։ Տեխնոլոգիական եւ ապագա մասնագիտություններ։ Մինչև 2030 թվականը ըստ որ Economic Forum հաշվարկների աշխարհում կավելանան նոր տեխնոլոգիական մասնագիտություններ, իսկ միշտ ճարտարապետական մասնագիտություններ կվերափոխվեն կամ ավտոմատացվեն։ Այն աշխատանքները, որոնք հիմնված են կրկնվող գործողությունների վրա, կանցնեն ավտոմատացված համակարգերի, որոնք են վտանգված, տվյալների մուտքագրողները, հեռախոսային օպերատորները, գանձապահներ, արտադրամասերի բանվորներ։ Առաջանան նոր մասնագիտություններ, տվյալների լուծաբան, անձնական բանականության ծրագրավորող, ռոբոտոտեխնիկայի ինժեներ, վիրտուալ իրականություն եւ 3D դիզայնի մասնագետ, մանցանցային սարքերի այլ մասնագետ, ԱՊ էթիկայի մասնագետ, վիրտուալ աշխարհների ճարտարապետ։ Ժամանակակից տեխնոլոգիական հասարակություններում անհրաժեշտ հմտությունները։ Ժամանակակից տեխնոլոգիական հասարակություն խորատերվելու եւ հաջողության հասնելու համար միայն համակարգչից օգտվելը բավարար չէ,
Մասնագետները առանձնացնում են հմտություններ, մի փունջ, որոնք ընդունված են անվանել 21-րդ դարի հմտություններ։ Թվային գրագիտություն, տվյալների հետ աշխատանք, կիբերնավտանգություն, ալբագործիքների տիրապետում, քննադատական մտածողություն և մեդիագրագիտություն, ստեղծարարություն, ոչ ստանդարտ մտածողություն, համագործակցություն և հաղորդակցություն, հեռահար աշխատանքների հմտություններ։ ՏՏ ռիսկեր, տվյալների անվտանգության խնդիրները, հայկերային հարցական կամ վիրուսների պատճառով տվյալները կարող են վնասվել կամ կանխազերծվել, մարդկային սխալներ, եթե սխալներ կան սահմանավորման կամ կառավարման մեջ, համակարգը սխալ տեղեկություն կտա, գաղտնիության խնդիրներ, որոշ խելացի կամ ծրագրեր կարող են հավաքել տվյալներ առանց թույլտվության, տեխնոլոգիական կապվածություն, մարդիկ ավելի շատ կապված են համակարգից և կարող են կորցնել սեփական վերլուծական մտածողությունը։ Ըստ հետազոտությունների մարդիկ միջին ու օրական ավելի քան 6 ժամ են անցկացնում թվային սարքերով, ինչը ցույց է տալիս տեխնոլոգիաների մեծ ազդեցությունը առօրյա կյանքում, հասարակության զարգացման ընթացքի վրա։ Տեղեկատվական տեխնոլոգիաները փոխել են մարդու առօրյա կյանքը, դարձնելով այն ավելի արագ, հարմարավետ և արդյունավետ։ Դրանք նպաստում են նաև հասարակության զարգացմանը, տնտեսությանը, կրթության և կառավարման բնագավառներում, բայց միաժամանակ պահանջում է տեխնոլոգիական հմտություններ և անվտանգության